Այս ավազաններում ամեն օր 4-ից 5 տոննա ձուկ է բուծվում։ Եթե մինչև վերջերս այդ ձուկը գնում էր Ռուսաստան, հիմա տնտեսության ղեկավարը չգիտի որտեղ է վաճառելու դրանք։ Ռուսական կողմը հունիսի 2-ից սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը Հայաստանից։ Հայտնվել ենք անելանելի վիճակում։ Օրեկան սպառում մոտապես 1 միլիոնից ավել հոսանքի գումար եւ 4-ից 5 միլիոն կերի գումար։ Սա կենթանը մենք չենք կարող ոչ հոսանք անջատենք, ոչ չկերակրենք, որովհետեւ մեծ հարկեր ունենք, բիզնեսի վրա մեծ գումարներ ունենք ներդրած, ներկայապայն մենք պատրաստ ենք այսօր բացի Ռուսաստանից ինչ-որ մի շուկայում մեր արտադրանքը ներկայացնելու։ 2025-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 80 միլիոն դոլարի ձուկ ու ձկնամթերք, որի 98%-ն ուղղվել է Ռուսաստան։ Արտահանման ծավալը Ռուսաստան կազմել է շուրջ 10,000 տոննա։ Ոլորտի ներկայացուցիչը դժգոհում է պետական աջակցության բացակայությունից, նշելով, որ գյուղատնտեսության այլ ճյուղերի համար գործում են սուբսիդավորման ծրագրեր, մինչդեռ ձկնաբուծությունն իրենց կարծիքով անտեսված է մնում։ Չէ՞ որ մենք այս երկրի համար բավականին մեծ հարկեր ենք վճարել, 540 տոննա անցած տարի ձուկ ենք արտահանել, միլիարդավոր գումարներ ենք բերել Հայաստան, աշխատողներ ենք պահում, ու այս պահին զրո արձագանք պետության կողմից։ Ձկնաբույծի գնահատմամբ առանց արտահանման շարունակման կամ պետական աջակցության շատ տնտեսություններ երկար ժամանակ չեն կարող պահպանել գործող ծավալները կամ գոյատևել։ Առանց արտահանման տնտեսությունը 10 օրից ավել չեն կարող պահել, որտեղ սա մեծ գումարներ է պահանջում։